միայն դժվար պահ կա, որ փաստորեն դուք այն ամենայնիվ ձեզ ակտիվավորում եք ստացվում։ Իհարկե, մեր պատմական հայրենիքից բնորանից դուրս շպրտած ադրբեջանցի թուրքերը արևելյան Հայաստանի մեծ մասը զավթել են եւ Ադրբեջան են տեղ հռչակել։ Ներկայիս Ադրբեջանի հողերի մեծամասնությունը պատմական հայկական հողերն են, հայոց աղբանքի հողերն են։ Դուք չմոռանաք, որ Ղարաբաղի միայն մի մասն է ազատագրվել, Դաշտային Ղարաբաղը մնաց թուրքական օկուպացիայի տակ, կոմպակտ բնակեցված հայկական տարածքները Շամխորխան, Լարդաշտիցան, Շաումյան թուրք-ադրբեջանական օկուպացիայի տակ են մնացել։ Մենք պահանջատեր ենք մեր պատմական հողերին, մենք չենք համարում, որ մենք այդ պատերազմը հաղթեցինք, մենք համարում ենք, որ մենք ազատագրեցինք նույնքան, ինչքան մնաց, որ մենք ազատագրենք, եւ համարում ենք մինչեւ Լեռնային Ղարաբաղը չմիանա նաեւ Դաշտային Ղարաբաղը, ամեն օր հայկական զինվորները կզոհվեն ռազմաճակատում, ամեն օր, որովհետեւ Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղը մի օրգանիզմ է եւ չի կարող տարբեր անջատված լինել, կամ երկուսն էլ կմիավորվեն Ադրբեջանի իշխանության ներքո, կամ երկուսն էլ հայկական իշխանության ներքո, եւ փառք են տալիս ադրբեջանական մոտեցմանը, որ թույլ չի տա, որ այդպեսի այդ հացը տորմոզների վրա իջնի։ Այնուամենայնիվ ով ուզում է ինչքան ուզում է աչքերը փակի, բայց հայ-ադրբեջանական պատերազմը, հակամարտությունը խաղաղ լուծում չունի եւ չի կարող ունենալ, անպայման կունենա ռազմական վերշարունակություն եւ ես հուսում եմ, որ ինչպես 90-ական թվականներին, այդպես է հիմա մեր ժողովուրդը պատվով եւ արժանապատվությամբ դուրս կգա այդ իրավիճակից։ Դուք Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահն եք, ես կցանկանայի դուք տեղյակ եք մյուս ադրբեջանահայերի տրամադրությունները եւ վերադառնալու Ադրբեջանական։ Տեղյակ եմ, մեր կողմնակիցները այս հարցում, այս կտրվածքում, ովքեր մեր կողմնակիցներ են, մնացածը, ինչպես ասում են, պասիվ իրավիճակում է գտնվում, այդքանով, որքանով նրանք իրենց համար արդեն միևնույն է դարձել, ասում են, որ այդպես դժոխքային պայմաններում ավելի լավ է չապրեն Հայաստանում կնան Ադրբեջանում մեռնեն, քան թե այդպեսի շան կյանքով ապրեն Հայաստանում։ Շատերի մեծամասնության կարծիքը հենց այդպես է, դանակը ոսկորեն հարցավ արդեն։ Տեսնում ենք ամեն ինչը, տեսնում ենք, որ ինչքան դղյակներ են կառուցում, նաև տեսնում ենք, որ ամեն ինչի համար գումար գտնվում է, միայն մեզ չի հասնում։ Ինչ է դա, եթե ոչ խտրականություն։ Ինչ է, արդյոք ինչ է դա։ Խտրականություն, հենց խտրականություն, եւ հավատացեք այն ինչի ես որ ասում եմ, դա դեռ դիվանագիտական մոտեցում է։ Եթե շարքային ոչ հղկված, ոչ դիվանագիտական մոտեցում ցուցաբերող վերես խոսացնես, ինքը այդպեսի բաներ կասի, որ ավելի լավ է չլսել այդ բաները։ Շնորհակալություն ուշադրության համար, ձեզ հրավերության համար։